Ինչու են տղաներին այսօր մեծացնում որպես փափկամազ օրիորդներ, իսկ աղջիկներին որպես սպեցնազի մարտիկներ։ Մենք անում ենք ճիշտ հակառակը։ Մերոնք գազավորված այդ քաղցր ըմպելիքների համը չեն տեսել միջև հիմա։ Առօրյա կյանքում ամեն անգամ չի որ մենք հիշում ենք, որ մենք քայլող օրինակ ենք իրենց համար։ Մեր մեծը ինքը ծնված օրվանից եղել է խելոք լսող, իսկ թադեն абստրակցիայի ավելի այսպեսի զգայական աշխարհում է, անսպար շարմով, ակտիվությամբ։ Հիմա չգիտենք երրորդը որ աշխարհից է դեռ, մանկապարտեզ ենք տանում կամ դպրոցման միշտ եթե զգում են որ խիստ չեն, նույնիսկ ես եմ ասում, խնդրում եմ խիստ եղեք։ 8 երեխա ունեցածները, ովքեր որ ունեցել են, որպեսզի այդ նպաստները ստանան, նաև զինվոր են մեզ համար ծնել։ Պատկերացնում եք, չէ՞, ինչքան ընտանիքներ պետք է կազմվեին, ինչքան երեխաներ պետք է ծնվեին, այսինքն այդ հարցը ոնց է լուծվելու։ Ինձ որ մնար, ես կբացեի դեմոգրաֆիայի նախարարություն։ Նախ սկսում ես գիտակցել, որ Ընտրության հարցը դա ամենակարևորը երեխաների հետ ունենալն է։ պատմի, ինձ շատ հետաքրքիր։ Ողջույն։ Այսօր մայրության մասին խոսելու եմ արդեն 3 երեխաների մայր եւ հաղորդավար եւ բոլորիս կողմից շատ սիրված մի անձնավորության հետ, որին շատ վաղուց էի ուզում կանչել այս տաղավար։ Ողջույն, հաղորդավար եւ թիվ 405 ընկերության տնօրեն, 7 տարեկան Վանի, 5 տարեկան Թադեի եւ արդեն 5 ամսական Անուշիկի մայր Գոհար Գասպարյան։ Ինչպե՞ս եք։ Ողջույն Աննա ջան։ Շատ լավ, շնորհակալ եմ հրավերի համար։ Այսօրով ձեզ կտրել եմ ձեր ձակուկից, հատկապես փոքրից վստահ եմ, միշտ որ Կիրակի օրն ենք անում նկարահանումները, ասեմ հազար ներողություն, որ Կիրակի օրով ես պիտի ձեզ կտրեմ ձեր ընտանիքից եւ խոսենք ընտանիքից այդ օրը։ Սովորենք։ Ոչինչ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես շատ շնորհակալ եմ, որ եկաք։ Գոհար ջան, երբ ամուսնուս ասացի, որ գալու եք, ասացի կօգնես, ընդհանրապես որ մեկ-մեկս քանց հարցերի կամ թեմաների պակաս եմ ունենում, կանչում եմ օգնության, ասեց ով է հյուրդ, ասի Գոհար Գասպարյանը, ես չգիտեմ ինչու, բայց փոխանցում եմ իր հարցը ու հենց դրանով էլ կսկսեմ, նախապես ներողություն եմ խնդրում մեր զոններից, եթե շատ կտրուկ լինեն ձևակերպումներն, ասած կարող ես ճշտել, ունի եւ տղաներ եւ աղջիկ։ Ինչու են տղաներին այսօր մեծացնում որպես փափկամազ օրիորդներ, իսկ աղջիկներին որպես սպեցնազի մարտիկներ։ Կա այդպիսի բան։ Ես էլ եմ զգացել այդպիսի բան, այո, կա նման բան եւ դրա համար մենք անում ենք ճիշտ հակառակը, ինչպես որ պետք է լինի, ոչ թե ինչպես նշեցիք։ Այո, կա։ Երևի դա նրանից է, որ ուղղակի մայրական կամ ծնողական ինստինկտով փորձում են զերծ պահել երեխաներին ինչ որ դժվարություններից եւ այսպես անընդհատ փաղաքշական տրամադրությամբ, բայց ամեն ինչ անելով նրանց փոխարեն, բայց ընթացքում մոռանում են, որ ամեն դեպքում տղաներ են եւ վաղը մյուսօր բախվելու են շատ դժվարությունների հետ եւ իրենց ուսերին շատ բաներ կարող են վերցնել եւ պետք է հիմիկվանից այդ ամենին պատրաստ լինել։ Հիմա աղջիկներն են դարձել ստիպված այդպեսին, որովհետև շատ անգամ տղաների ֆունկցիաները վերցնում են իրենց վրա, իրենց ուսերին, դա իհարկե լավ կյանքից չէ գալիս, բայց ամեն դեպքում կա նման բան եւ մտածում են, որ տղա աղջկաս մի փոքր ավելի ուժեղ մեծացնեմ, այսպես դիմակայուն, այո, պատրաստ, որպեսզի դժվարություններ, չգիտեմ, այսպես ամեն մեկը մի կերպ է անում, բայց համենայն դեպս մենք դա նկատելով եւ շատ կարեւորելով այդ հարցը հենց սկզբից էլ փորձել ենք այնպես դաստիարակել եւ այնպես ենք դաստիարակում, որ տղաները լինեն ավելի տղայական, աղջիկն էլ տեսնենք հələ մեծանում է, շատ նուրբիկ է, բայց ինքն արդեն թելադրում է, որ իրեն նուրբ պետք է լինես։ Իսկ ինչպես եք տղաներին տղայական մեծացնում։ Ուզում եմ հարցնել, ինչ սահմաններ կան հստակ, որ ասում եք, այս սա պիտի պահես ու պիտի պահանջես, որ դիմացինն էլ այդ սահմանները պահի, կանոններ կան հստակ, որ ասում եք, այս կանոններով պիտի կյանքում ապրել, շարժվել ես արժեքներով եւ պիտի պահանջել կամ ակնկալել առնվազն դիմացինից, որ իրենք էլ նույն կերպ վարվեն։ Ոնց տղաներին մեծացնել տղա ու հետագայում տղամարդ։ Ունեք արդեն ինչ որ գաղտնիքներ այս մասով։ Գաղտնիքներ չկան,
որպես այդպեսին ամեն ինչը շատ հայտնի է, ուղղակի քո ընտրության հարցն է, ինչ ես դու ընտրում, ինչ ուղղությամբ ես դու ուզում իրենց հետ վարվել, անձամբ ես դե հայրական իր քիչ թե շատ կոպիտ մոտեցման, բայց ես էլ եմ կոպիտ նրանց հետ ինչ որ չափով, որովհետև ես իսկապես չեմ սիրում, երբ որ փիսիկի նման են մեծանում, երբ չեմ էլ ուզում առանց այդ էլ նրանք համեմատած մեր սերնդի հետ, առանց այդ էլ բամբակների մեջ են։ Արդեն ունեն ամեն ինչ որ ցանկանում են կամ փորձում ենք ապահովել, այսինքն ավելի ապահոված են քիչ թե շատ ապրում, քան մենք ենք ապրել, մենք ենք տեսել, այսինքն արդեն վտանգները ավելի շատ են ուղղակի ծույլ մեծանալու, մի քիչ ավելի նուրբիկ մեծանալու, դրա համար ես էլ ինքս փորձում եմ իրենց հետ կոպիտ լինել, օրինակ զիջումների առումով, շատ անգամ զիջումների չեմ գնում եւ չեն չէ եւ բարկանում եմ նույնիսկ, այսինքն այդպեսի բան էլ չկա, որ ես չբարկանամ կամ ինչ որ մի բանը զիջեմ կամ չէ, եթե գիտեմ, որ այսպես ճիշտ չէ, եթե գիտեմ, որ այսպես սխալ է կամ իրեն հարմար չէ, իրեն կվնասի կամ սխալ կգնա ամեն ինչ, փորձում եմ պահել այդ խիստ լինելը եւ նույնիսկ որ մանկապարտեզ ենք տանում կամ դպրոցման միշտ եթե զգում եմ որ խիստ չեն նույնիսկ ես եմ ասում խնդրում եմ խիստ եղեք որովհետեւ հիմա տենդենց կա բոլոր մանկավարժները կարծես թե վախենում են ծնողներից կամ ուզում են հաճոյանալ իրենց այսպես իրենք էլ են այսպես շատ վախեցած են այո շատ վախեցած են բայց ես իրենց ասում եմ որ խիստ եղեք ես էլ եմ իրենց հետ խիստ այսինքն այնպես չլինի որ երես առնի ես չեմ սիրում երես առած մարդկանց Մեզ այդպես չեն դաստիարակել, մենք էլ չենք ուզում այդպես մերոնց դաստիարակել։ Հասկացա։ Հա, իհարկե, ձեր ընտրությունն է մեծ հաշվով, բայց հիմա որ դες լսում եմ, այնքան խիստ է թվում ամեն ինչ։ Այդպես խիստ է ամեն ինչ տանը ձեզ մոտ։ Խիստ։ Բա ուր է, այո, այդ փափկությունը, այդ գուրգուրանքը, այդ կա ինքը թե դուք նաև կարծում եք, որ եթե 1, 2, 12 վերջ, արդեն էլ չես կարող պահել այդ կանոնները, պահանջել ինչ-որ բաներ, հա, այդ կոպտությունը կամ կոշտությունը, եթե կուզեք, որը հիմա դուք կարևոր եք համարում, բա ուր է այն ամեն ինչ ինչ-որ մանուկ հասակում դա իր հերթին կա, այսինքն ես կոմպենսացիա եք էլի։ Իրենք ազատություններ էլ ունեն շատ եւ այդ փափկությունն էլ կա։ Խոսքը գնում է զուտ այդ տղական հարցերի մասին։ Նույնիսկ քո ընտրությունն է, չէ՞, դու օրինակ ինչ խմբակների տանես երեխային եւ այդ խմբակներն էլ են ինչ որ բաներ ձևավորում։ Հիմա մենք տղաներին տանում ենք մարտական սամբոյի կոպտագույն սպորտաձևերից ամենակոպտագույնը երևի։ Մի հարց տամ, որ զուգահեռ քանի այս թեման խորանում ենք, լավ թեմա է։ Դուք երկուսին էլ նույն խմբակներն եք տանում, թե կարող եք եսից հասկանաք, որ օրինակ Թադեն հարմար չի, իսկ Վանը շատ հարմար է, կամ հակառակը, մի խմբակն էլ Թադեն է ավելի հարմար, Վանի տեղը չի։ Գուցե այդպես հետագայում լինի, հիմա փորձում ենք երկուսին էլ նույն տեղում տանել, որովհետև կռիվ է գնում։ Եթե մեկին մի տեղ տանում ես, մյուսն էլ է անպայման ուզում, իրենք երկուսով լավ են, իրենք եղբայրներով զգում իրենց։ Չէ, ինձ թվում է, որ երկուսին էլ դա անհրաժեշտ է, չնայած որ երկուսին էլ իրար հետ ընդհանրապես կապ չունեն։ Եվ բնավորությամբ, եւ տեսակով, եւ կազմվածքով ամեն ինչ այնքան տարբեր է, որ ուղղակի չեմ ոնց որ տարբեր ընտանիքներից լինեն, բայց կարծում ենք, որ ինքնապաշտպանությունը երկուսին էլ անհրաժեշտ է, ինչ կապ ունի իրանք բնավորություններով ինչ կերպ են։ Մյուսը չափազանց, մեկը չափազանց աշխատասեր է եւ երևում է դա սպորտի մեջ, այսինքն նա ջանք է գործադրում առաջին վայրկյանից մինչեւ վերջին վայրկյանը ինչ կարողանում է անում է, որպեսզի արդյունքի հասնի եւ դա զգացում է իր վրա։ Իսկ մյուսը մի քիչ ավելի ծուլանում է եւ այն նրան նկատմամբ ավելի խիստ պետք է լինեն եւ լինում են մարզիչը, որպեսզի կարողանանք նույն արդյունքին հասցնել։ Իհարկե ինչ որ ակնկալիքներ չունենք, այսինքն զուտ տանում ենք, որպեսզի ինքնապաշտպանություն սովորեն եւ մենք էլ հանգիստ լինենք, որ վաղը մյուսօր դպրոցում, բակում, ինչ որ տեղերում կկարողանան իրենց պաշտպանել։ Պատերազմում ապրող երկիր ենք քրոնիկ, ու երբեք չգիտես, որ պահին այդ ինքնապաշտպանության հմտությունները պետք կգան։ Լույս սիրում եք։
Ես շատ մեր ոդքասթի այս տաղավարի լուսավորությունն ու հաճելի միջավայրը ապահովել է իր տեսակի մեջ միակ խանութը Երևանում՝ Սկանդիքսը, սկանդինավյան լույսերի եւ կահույքի խանութը։ Արդեն 3 տարի է իմ բնակարանում լուսավորության զանազան տեսակներ կան հենց այդ խանութից եւ ունեմ 0 խնդիր որևէ լույսի հետ։ Սկանդիքսի նոր մեծ խանութում արկա է 350-ից ավել տեսականի ներքին եւ արտաքին լուսավորության համար, ինչպես նաեւ կահույք, բարձր որակ, ճաշակ եւ ամենակարևորը նորմալ գներ։ Սկանդիքսի լույսերն ու կահույքը ներմուծված են միայն Դանիայից, հիմա նաեւ որոշ մոդելներ Իսպանիայից։ Հաղորդեք նոր շունչ եւ տեսք ձեր բնակարաններին ավելացնելով մեկ, բայց կարևոր եւ գեղեցիկ դետալ։ Գնացեք, հիացեք, սիրահարվեք, ինչպես ես, իսկ գնելիս չմոռանաք ասել կախարդական խոսքերը deep parenting եւ կստանաք հաճելի զեղչեր։ Ինձ համար հնչում է մի քիչ, որ այդ անհատականացված մոտեցումը ամեն դեպքում տղաների հանդեպ, որտեղ երկուսն էլ տղային տարիքով էլ շատ հեռու չեն իրարից, կորում է։ Բա չընտրենք ըստ իրենց այդ տարբերության իրենց համար հարմար նաև ինչ որ գործունեության տեսակներ։ Դե բարեբերմունքի տեսանկյունից համաձայն եմ, այնտեղ չկա, այսինքն դու եթե այսպեսին ես քեզ այսպես կվերաբերվեմ, իսկ եթե դու այսպեսին ես քեզ այսպես կվերաբերվեմ, ես որպես ծնող, չէ, մեր ուղերձները, մեր մեսեջինգը, հա, այսինքն հիմնական այն ձևերը, որով խոսում ենք երեխաների, դասիրակում ենք նրանց արժեքները, որոնք բոլորը նույնը պիտի լինեն, այո, երեխան տարբեր, բայց այդ հետաքրությունների, նախասիրությունների, ֆիզիկական տվյալների այդ անհատականացվածությունը չի կորում։ Անհատականացվածություն կա, որովհետև ինքն է ստիպում նման վերաբերմունք, այսինքն օրինակ մեր մեծը ինքը ծնված օրվանից եղել է խելոք լսող եւ ուղղակի հրեշտակ երեխա, այո, եւ իր հետ պետք է ուղղակի մեծի նման լինես, չես կարող ուրիշ կերպ լինել, ինքը ամեն ինչ հասկանում է, ամեն ինչ մեծ մարդ, իր հետ ամենտեղ կարող ես ճամփորդել, չզգալ, որ նեղություն չի տա, այսինքն ամենա հարմար եւ ամենակարգապահ տարբերակով բնականաբար իր հետ ավելի պակաս խիստ ես, որովհետեւ դրա կարիքը չի լինում, ինքը միանգամից գալու մեկ ասած կարող է շատ խիստ եղել ժամանակին դրա համար է ինքը հիմա այդպեսի խելոք հարմար ու չէ, ինքը այդպես ծնվել է, ինձ թվում է, հա, ինձ թվում է տեսակով բնավորությամբ շատ հայրիկին է նման, եւ այդպեսին է եւ ինքը հենց փոքր ժամանակվանից այդպես է եղել եւ մեզ թվում էր որ երեխաները այդպես են միջև որ գալիս է երկրորդը որ ծնվեց տադեն մեր փոքր գազանիկն է անսպար շարմով ակտիվությամբ հետաքրքիր արդեն ինչ որ շնորհներ ենք նկատում իր մեջ դերասանական երկեցիկ եւ այլն, այսինքն արդեն սկսում է բացվել։ Մենք տեսնում ենք ակնհայտ ով ինչ հետաքրքրություն ունի, ով որ ուղղությամբ է գնում, ով ինչպես է սկսում մտածել։ Շոշափում ենք դեռ ժամանակ շատ կա, կարծում եմ ինքն իրեն արդեն կհարմարվեն։ Արդեն իրենք կթելադրեն ուր են ուզում գնալ, բայց մենք փորձում ենք կրթության միջոցով ամեն ինչ ապահովել, այսինքն սպորտն իր տեղն ունի, իր դերն ունի, արվեստի կրթությունը իր դերն ունի, երկուսն էլ օրինակ գնում են նկարչության, երկուսն էլ շատ սիրում են, բայց այնքան տարբեր են նկարում, շատ տարբեր, այդ անհատականությունը նա ավելի մտածված եւ բովանդակային ինչ որ սցենարներով է նկարում, մյուսը ուղղակի ներկում է, ուղղակի այդպիսի գունազգացողություն ունի, այսինքն շատ տարբեր են։ Սա ավելի ֆիգուրատիվ նկարչության մեջ է, իսկ թադեն աբստրակցիայի ավելի այսպեսի զգայական աշխարհում է։ Դրա համար դրանք էլ ենք շոշափում։ Հիմա չենք կարող ասել, որը ինչ որ մի բան կդառնա նկարիչ, մենք չգիտենք իրենք ինչ կդառնան։ Ուղղակի մենք տալիս ենք դաշտը, թող իրենք շոշափեն, իրենք էլ հասկանան ինչն է իրենց դուր գալիս։ Կամաց տարբեր բաներ կշոշափենք։ Իսկ տղաներից հետո աղջիկ ունենալը ինչ տարբերություն կա ընդհանրապես սեռերի միջև, արդյոք ծնողական զգացողությունները տարբեր են, երբ դու ունես տղա, թեկուզ հենց ամենաառաջին ամիսները կյանքի, որտեվ միայն կարող եք համեմատել Անուշիկի առաջին ամիսների հետ դեռ կյանքի եւ աղջիկ երեխա։ Դա տարբեր է, թե բացարձակ էական չի, աղջիկ, եթե տղա է, երեխայի զգացողությունները նույնն են։ Ճիշտ ասած, մեր համար իսկապես
տարբերություն չի եղել։ Մենք նույնիսկ սերը չենք ստուգել երեխայի եւ մեր համար իսկապես տարբերություն չի եղել լինելու աղջիկ թե տղա։ Մեզ համար միշտ դա եղել է շատ երրորդական հարց եւ կարծում ենք, որ երեխան երեխա է եւ իսկապես նման տարբերություն չենք դնում, բայց ինչ գալիս, ինչ կապված է զգացականի հետ, այս պահին մենք բոլորս զգում ենք շատ քնքշություն, նրբություն, իրենից է գալիս կամ մեր գիտակցականից չգիտեմ, բայց շատ նուրբ ենք իր հետ, շատ ուրիշ կերպ ենք, մի հատ որ ժպտում է, ասենց ամեջապես հալվում ես։ Ճիշտ է, տղաների դեպքում էլ ենք հալվել, այնպես չի որ չենք, այդպեսին չենք եղել, բայց չգիտեմ, երևի այդ գիտակցականն է, որ նա աղջիկ է, ավելի քնքուշ է, դու արդեն քո վերաբերմունքը փոխվում է։ Մի քիչ էլ սպասենք մեծանա, հետո կհասկանանք արդեն ինչ է կատարվում, բայց կարծում եմ էական չէ դա, ինձ համար ամենայն դեպս երբեք էական չի եղել։ Գոհար ջան, իսկ գուցե տարբերությունը սերերի մեջ չի, այլ մեր ծնողական փորձի երեխայից երեխա, օրինակ մեկ երեխայի մարի լինելը, երբ միայն վաններ 2-ի, երբ միայն վանութա եւ 3-ի, երբ արդեն անուշիկն էլ կա։ Այստեղ ինչ որ էվոլյուցիա կա ձեզ մեջ, դուք նկատել եք ձեր որպես ծնողի, անգամ որպես մարդու, ուղղակի մարդ ենք, ապրում ենք, կյանքում փոփոխություններ են տեղի ունենում, այդ թվում երեխաների քանակի տեսքով, եւ մենք փոխվում ենք, այն ծնողը, որը ուներ վանը, երբ ծնվեց, եւ այն ծնողը, որը այսօր ունի անուշիկը, երբ ծնվել է, դա նույն Գոհարն է։ Չեմ կարող ասել, որ շատ մեծ է տարբերությունը, զուտ տարբերությունը գիտեք ինչու՞մ է կանում, ինչպես բոլոր առաջնեկների դեպքում ուշադրությունը ավելի շատ է, չէ՞, դարձնում մանրուքներին, ֆիքսվում ես, չգիտեմ, կանոն րոպե առ րոպե ամեն ինչը ֆիքսած գրած, այս ժամին պետք է դուրս գա, այս ժամին պետք է ուտել, այսինքն շատ ես հետևում այդ կանոնակարգվածությանը, երկրորդի դեպքում դա մի քիչ նվազում է, որովհետև հասկանում ես, որ այդքան էլ էական չէր, իսկ երրորդի դեպքում ավելի է նվազում, զուտ այն բանով, որ հասկանում ես, որ արդեն հասցնելու խնդիր ունես, ու առաջնահերթությունը տալիս ես ամենաառաջնահերթ հարցերին են փոքր բաները, որոնք իրականում դեր չեն խաղում եւ իրականում մենք էլ, այսինքն օրինակ տեսեք, տարիներ առաջ բժշկությունը նաև, հա, եւ նաև հոգեբանությունը կարող ուրիշ բան հուշեին մեզ։ Հիմա փոխվել է։ Ես երրորդից առաջ անընդհատ ուսումնասիրելով եւ ինչ նոր բաներ եմ իմ համար բացահայտում, նոր գրկելու ձևեր, նոր կերակրման ինչ որ տարբերակներ, նոր գadgetներ եւ այսինքն անընդհատ բաներ է փոխվում եւ էլ չեմ ասում, որ այդ սոցցանցերն են շատ դեր խաղում։ Ամեն մերսման մասնագետ, երեխայի մերսման մասնագետ իր էջն է բացում եւ ասում է օրինակ այսպես չի կարելի անել այլևս, հա, գազիկների դեպքում այսպես կարող եք անել կամ այսպես մի արեք, այսինքն անընդհատ մենք էլ իրենց հետ միասին այդ էվոլյուցիան ապրում ենք։ Դրա համար փոփոխությունը զուտ դրա մեջ է, այսինքն այն ինֆորմացիան, որը մենք ստանում ենք եւ ինչ ենք հասցնում անել։ Թե չէ զգացական առումով, այո, առաջինը մի քիչ շոկային է, դու դեռ փորձում ես հասկանալ ինչ է կատարվում, ես էլ այնպես չի, որ մեր ընտանիքում փոքր երեխաներ եղել են եւ ես փոքր երեխա երբևէ հնարավորություն չեմ ունեցել սիրելու, այսպես քնքշանք ցուցաբերելու, այդ մայրական բնազդները իմ մեջ շատ զարգացած չեն եղել։ Եվ տարիների ընթացքում է դա ձևավորվել, հիմա այդ առումով մի քիչ ավելի կարելի ասել, որ այո, ավելի զգում եմ, ավելի քնքուշ եմ, ավելի փորձում եմ վայելել։ Ինչ կարևոր բան ասացիք։ Առաջինների դեպքում այդ ամեն բան անել ըստ կարգ ու կանոնի եւ չեմ վախենա այդ խոսքից կատարյալ, որ ես լինեմ կատարյալ ծնող, երեխաս լինի կատարյալ երեխա, միջավայրը լինի կատարյալ միջավայր, որտեղ նա մեծանում է, մեզ թույլ չի տալիս վայելել։ Թույլ չի տալիս։ Ժամանակը շատ է, բայց շատ բան բաց ենք թողում։ Բաց ենք թողում եւ զգում ենք, որ գնացել էինք այսպես բաների հետևից, բայց դրանք կարեւոր չէին, փոխարենը կարելի էր ուղղակի լավ ժամանակ անցկացնել միասին։ Այդ առումով առաջնեկները տուժած են, Գոհար։ Իմիջիալոց դա ինձ թվում է մի քիչ հակասական են իրար, որովհետև շատ հնարավոր է, որ մեծանան եւ պարզվի, որ ոչ էլ տուժած էին, այլ ընդհակառակը շահած էին, որովհետև շատ բաներ միգուցե
ավելի ուշադիր են եղել եւ միգուցե շահել են դրանից, չգիտեմ, ես իսկապես չեմ կարող դրա մասին կյանքը ցույց կտա իսկ բայց կա այդ տարբերությունը համենայն դեպս մեր 3 երեխաներն էլ փառք Աստծո մեծանում են մեծացել են եւ մեծանում են շրջապատված մեր ընտանիքի անդամներով եւ դա շատ մեծ դեր է խաղում այսինքն նրանք ծնված օրվանից միայն չեն եղել մոր եւ հոր խնամքի ներքո տատիկները, պապիկները, հորաքույրը, այսինքն հավասար դերակատարում ունեն այս ամենի մեջ։ Ինչու է դա կարևոր Գոհար, որովհետև մենք շատ կորցրել ենք այն, որ առաջ համայնքներով գյուղերում էին, ու ոչ միայն գյուղերում, մարդիկ ապրում էին համայնքներով եւ շատ մեծ ընտանիքներով եւ ամեն ընտանիքում կար առնվազն 3 սերնդի ներկայացուցիչ, այդ առնվազն երբեմն 4 եւ ավելի։ Հիմա դա չկա։ Ու քանի որ չկա, այս հիմիկվա ավելի երիտասարդ ծերունդը նա չունի համեմատելու բան, իրենք չգիտեն ինչ են կորցնում։ Շատ հաճախ կա ճիշտ հակառակ ձգտումը իզոլացնել, կտրել, թույլ չտալ, չէ, այդպես չեն կանում, այսպես պետք է վարվել երեխայի հետ, դա սխալ է, ամուսնուս մայրը կամ իմ մայրը սխալ է խոսում երեխայի հետ, այդպես չի կարելի նվնվիկ դարձնել, ոչինչ որ ընկավ, ոչինչ որ չկերավ, հետո ասում ենք դե դա վատ ազդեցություն է, ավելի լավ է քիչ տանեմ տատիկի տուն անգամ այդ տանելն է սահմանափակվում էլ, չասեմ, որ ուղղակի ձգտում են առանձին ապրել, որ իրավունք ունեն իրենց կյանքն։ Բայց ինչ են կորցնում, երբ չկա այդ ձեր ասած, հա դուք ասեցիք այնքան սիրուն ասեցիք, որ իրենք ծնվել ու մեծացել են մեծ ընտանիքում։ Ինչ են շահում երեխաները, ովքեր այդ մեծ ընտանիքներով են, ու այդ խնամքն ու այդ տարբերությունները սերնդի տեսնում են։ Կարծում եմ, որ շատ կարևոր է դա, բայց այստեղ մարդիկ այնքան տարբեր են եւ դու չես կարող ասել իսկապես ինչ կլինի, ոնց կլինի, դուք ինչպես ինչ հարաբերություններ դուք ունեք նրանց հետ։ Ես իմ տեսակով կոնֆլիկտային մարդ չեմ եւ շատ կարեւորում եմ ընտանիքում բարօրությունը։ Իհարկե կան հակասություններ, կա տարիքային տարբերություններ, այդ դաստիարակման հետ կապված եւ այլն, բայց դրանք քննարկման թեմա են զուտ։ Կարելի է նստել, իհարկե կարելի ասել հիմա այսպես են անում, խնդրում եմ, ասենք բրդյա գուլպաները մի հագցրեք։ Մի քանի անգամ չնայած կրկնվում է, բայց մի քանի բան հիշեցի այդ թեմայով։ Բայց երկրորդից արդեն էլ չեն հագցել։ Հանձնվեցին, չէ, ասեք։ Մամաս հատկապես շատ սիրում է այդպես տաք հանկարծ շմոցեն եւ այլն, որովհետեւ ախր մենք ցուրտ ու տարիներին ենք մեծացել, մրսելու խնդիր ենք ունեցել, այսինքն ամեն ինչ կարելի հասկանալ, ըմբռնումով մոտենալ, ուղղակի պետք է անընդհատ, եթե ինչ որ բաներ կա, որ խստորեն չի կարելի լիներ, պետքա դրանք անպայման ասել, օրինակ միջնեկս շատ սիրում է քաղցրակեր, շատ սիրում է կոնֆետներ։ Եթե սեղանին լինի կոնֆետ, կապ չունի, ինքը մեկ է պետք է ուտի։ Շատ է արդեն, չափից շատ է կարող է ուտել եւ չզգալ այդ չափի զգացողությունը, էլի։ Դրա համար ես անդադ ասում եմ՝ մի դրեք սեղանին, ունեցեք, պահեք։ Դրա համար որովհետեւ արդեն շատ փոքր է, բայց արդեն ատամների հետ կապված խնդիրներ ենք ունենում։ Հիմա կան այդպիսի մի քանի բաներ կան, որոնք պետք է ուղղակի հուշել, պետք է անընդհատ հետևել։ Դուք հանգիստ բանակցում եք, հանգիստ բացատրում եք։ Դե հո կռիվ չեմ անել։ Չէ, ուզում ասեմ, մի դեպքում դա կամ կռվի է վերածվում, ռեալ կռվի է վերածվում։ Անկամ սեփական ծնողների հետ, որ մի արեք ուղակի վերջ, սրանից հետո չեմ վերելու, սրանից հետո չեք անելու, դուք էսպես չեք կարող եւ այլն, ու այդպես կոնֆլիկտային մի քիչ իրավիճակ է ստեղծվում, իսկ դեպքում ամուսնու ծնողների հետ եւ շատ հաճախ ամաչում են խոսել։ Դե իհարկե կա մեծ սերունդն է, կնեղանան, չեմ կարողանում, չգիտեմ, այդ թեմայի հետ շատ են առնչվում, որովհետև նույն ծնողի դպրոցում բերում են երեխաներին, բացատրում են, որ այսպիսի սիտուացիա կա, տանն ունենք տարիքով մեծ, ես ասում եմ ոչ, նա ասում է այո, ու երեխան բնականաբար միշտ այոյի կողմն է, ինչ իրեն ձեռք է տալիս, այսինքն այդ պահին ինչ իրեն ձեռնատու է, ինքը հենց այդտեղ էլ դա էլ վերցնում է, թույլ օղակը գտնում է ու միշտ իրանից կարող է օրինակ կոնֆետ խնդրել թաքուն, ու չեն կարողանում երիտասարդները խոսել, պարզ նստել, հանգիստ խոսել։ Դա հնարավոր է անել, այո, պետք է մի քանի անգամ լինեն այդ զրույցները, այո, կարող է տհաճ լինել, բան չունեմ ասելու, որովհետև երկու կողմին էլ կարող է տհաճ լինել, բայց մենք պետք է նժարին դնենք մի բան, երեխաների տրամադրությունը, նրանց կապը
տատիկների, պապիկների հետ, ինչքան կարևոր է եւ ինչքան են նրանք օգնում, եկեք չմոռանանք, հա, որ անհամեմատելի օգնություն է, որը եթե չլինի, ոչ ես կկարողանամ աշխատել, ոչ ամուսինս կկարողանա շունչ քաշել, այսինքն դա շատ կարևոր է, այսինքն նժարին դու դնում ես դա եւ նժարին ինչ պետք է դնես մի քանի ինչ որ փոքր հարցեր, որոնք ընդհանրապես փոքր հարցեր են, իրենք հետո մեծանում ու մեծ հարց են դառնում, իրենք ծնողից ասում, բայց դրանք ընդհանրապես փոքր ասում դուք չգիտեք դա արդեն ինչ հարց է, դա հարցերի հարցն է, դա փոքր չի, այնտեղ արդեն խորացված, չասված, չարտահայտված հույզեր կան եւ այլն եւ կոնֆլիկտներ։ Բայց նորմալ է, եթե մենք ինքներս, այսինքն կապ չունի թե սկեսուր, թե սկեսրար, ես էլ իմ հայրիկի հետ կարող եմ այդ նույն խոսակցություն ունենալ եւ նույն կերպ, այսինքն ինչ տարբերություն։ Երևի ինչ բարեր կընտրես, ինչ տոնանությամբ կասես, բայց միշտ կարելի է պայմանավորվել։ Միշտ կարելի է բոլորի հետ պայմանավորվել։ Եթե անկեղծ լինենք, եթե այսպես ասած հետ չգցենք, չպահենք այդ խոսակցությունները պետք է անընդհատ ավել լինեն, մի քիչ կոպիտ լինեն, տեղում լինեն, քան թե ինչ որ բան դու պահես, հետո տենց տակվի, հա, իմաստ չունի, որովհետև հետո գիտեք ինչ, այնքան կարևոր է դա կյանքը այնքան է բարդացել, կարճացել, ամեն ինչ շատ խոչընդոտներ ամեն հարցում շատ խոչընդոտներ կան, պետք է այդ ամենը հաշվի առնել եւ ուղղակի փայփայել այն ինչ ունես հիմա, դու չգիտես վաղը ինչպես ինչ կլինի, ոնց կլինի։ Մենք շատ կարևորում ենք, որ երեխաները իսկապես կապված են իրենց հետ, նույնիսկ մենք տունը փոխելու հարց ունենք, հա, փոքրիկ է արդեն մեզ համար մեր տունը, բայց միայն այն միտքը, որ մենք պետք է հեռանանք մեր ընտանիքից, այսինքն տատիկից, պապիկից, մի փողոց այն կողմել իմ ծնողներն են, այսինքն այդ դա էլ է հարց։ Հիմա մեր կյանքը այլ կերպ է դասավորված, այսինքն մենք անընդհատ ենք իրար կապի մեջ, եթե դու հեռանաս ֆիզիկապես, պատկերացրեք, չէ, այսինքն տեխնիկական ու կազմակերպչական, էլ չասեմ այդ արժեքային էմոցիոնալ իմաստը։ Դրա համար հարցեր կան, որ նույնիսկ ուզում եմ ասեմ այդտեղ է հասել, չենք ուզենա, որ նժարի վրա ենք դնում այդ ամենը, այսինքն որն է կարևոր։ Կարևոր է, որ բոլորս իրար հետ լինենք, միասին լինենք, թե կարևոր է, որ, չգիտեմ, քո մի քանի քառակուսին ավելի Մեր ոդքասթի այս նոր տաղավարը ինձ օգնել են կահավորել Ֆորտունա խանութից։ Վերջին 3 տարիներին Երևանում իմ ամենասիրած խանութներից մեկն է։ Այնքան ընտիր, ճաշակով, որակով ու զանազան ապրանքներ ու կահույք տան ամառանոցի սրտի համար, որ իմ ու իմ սիրելիների համար նվեր ընտրելիս առանց վարանելու գնում եմ ուղիղ Ֆորտունա։ Իսկ նվերքարտերը ուղակի փրկություն են։ Սպասք, ծաղկամաններ, դեկորացիաներ, կահույք, պլեդներ, բույսեր բոլորը ուղիղ Եվրոպայի լավագույն սրահներից։ Իսկ թե ինչքան հաճախ են խանութում զեղչերն ու հատուկ ակցիաները, ուղղակի բաց թողնելու չի։ Ամռանն ընդառաջ խանութում ցուցադրված է ամառային կահույքի լայն տեսականի եվրոպական առաջատար բրենդներից։ Ալումինից, եվրոպլաստիկից եւ տիկի փայտից պատրաստված այս նմուշները կծառայեն տասնյակ տարիներ։ Դրանք այսօր զարդարում են հորեկա ոլորտի շատ օբյեկտներ ամբողջ աշխարհով։ Ֆորտունան սրտի խանութ է։ Ձեր գնումներն ու նվերները ընտրեք իմ սիրելի Ֆորտունայից։ Գորջան, գովում եք երեխաներին, որովհետև խոսեցիք նրանից, որ կարևոր է կոշտությունը, կարևոր են սահմանները, կարևոր է կարգ ու կանոնը, դա արժևորում եք, դա փոխանցում եք, դա հաղորդում եք, սահմանները դնում եք, գովում եք ձերի տղաներին։ Այո։ Ինչպես եք արտահայտում այդ գովքը։ Գովում եմ, երբ որ իսկապես նկատում եմ, որ նա ջանք է գործադրել, ու կապ չունի, կամ մենք ինչ-որ մի բան էինք խնդրել, օրինակ, այսպես չանես եւ ինքը ինչ-որ պահի այդպես չեր արել, փորձում եմ նկատել դա ու ասել, վայ, ինչ լավ։ Այսինքն դուք ոչ թե փնովում եք, երբ հերթական անգամ հագուստը թափեց, այլ գովում եք, երբ տեսակ, օրինակ, որ հագուստը գեղեցիկ դրել է։ Անկեղծ եթե ասեմ, նայել կա, բայց ուղղակի պահի տակ նկատելու հարց կա։ Կարող է պահի տակ ես խառը լինեմ, տրամադրությունս այն չլինի հերթական անգամ ամեն անգամ ջուր խմելուց թափի եւ ես նյարդայնանամ, բայց բաներ կա, երբ որ հա ինքը արել է ու դու
ուղղակի պետքա նկատել դա, այդ նկատելու խնդիրն է, այսինքն մեկ-մեկ ես նկատում եմ, մեկ-մեկ չեմ նկատում։ Սովորաբար չենք նկատում, որտեղ մենք պահանջում ենք, որ սենյակը լինի հարդարված, եթե այդ օրինակը վերլուծենք, իսկ օրինակները տասնյակ են ամեն օր շստվորում, բայց երբ հարդարում է, անգամ այսպես մեզ զսպում ենք, որ գովենք, ասում ենք դե եթե գովենք դուրս կգա արտարոց մի բան արել, այնինչ ինքը պիտի դա աներ ամեն օր, վերջապես արել է, ինչու պիտի իրեն դրա համար գովեմ, հանկարծ չմտածի, թե դա ինչ որ մի արտարոց բան է, բայց կարծում եմ, որ այդ նկատելը, չէ, հիմա շատ հաճախ ուսման մեջ էլ ոչ թե ընդգծում են սխալները, այլ նշում են կանաչ գրիչով հաջողված տարրերը, հաջողված ինչ որ ձևակերպումները եւ այլն, կարծում եմ դա շատ կարեւոր է։ Կարող եք մի օրինակ բերել, երբ գովել եք վերջերս թադեին կամ վանին։ Ինչպես եք գովել, ինչ եք ասել, ինչ հենց նոր այսօր առավոտյան թադեն նկարել էր եղբորը, շատ ծիծաղալու էր ստացվել։ Ես էր ամուսնու նկարը տեսա վերջերս, որ այո, պապային էր։ Նմանատիպ մի հատ էլ ավելի հետաքրքիր ձևով նկարել էր, բերեց տես մամա լավ է ստացվել։ Դες շատ ասի շատ լավ է ստացվել, ապրես իսկապես ընտիր է շատ, ապրես շատ ստացվել է, տրամադրությունը գտել է, ցույց որ բերանը սենց բացումա ծիծաղումա, տեսար չէ, այտենց եմ նկարել, իսկապես դե որ լավ է, ասպես լավ է։ Բայց ես նաև երբեմն իհարկե զգուշորեն, բայց նաև որովհետև շատ հաճախ օրինակ է, կարող է ամեն անգամ նկարչությունից տուն գալ եւ ամեն անգամ նկարը բերել եւ փորձենք քննարկել։ Եթե վատ է, փորձում եմ ասել, որ վատ է, որովհետև ինքը ինձ թվում է դա էլ պետք է լսի, որ անընդհատ այդ գովերքի մեջ մեծանալն էլ ինձ թվում է։ Բայց ես ինչքան սխալ պատկերացում կկազմի։ Ասում եմ դու ավելի ուժեղ նկարներ ունեիր, ես մի քիչ թույլ է, ավելի համաձայն։ Օրինակ, այստեղ դու ուրիշ ձև կարող ես անել, դու ունես շատ լավ ստացված բաներ։ Սա թույլն է, այս քո նկարածներից ամենաթույլն էր, օրինակ։ Նմանատիպ եւ այլ օրինակներ։ Օրինակ, եթե շատ լավ պարապում են, գովում եմ, որովհետեւ իմ համար ահա որ կարեւոր է դա։ Ասում եմ շատ լավ պարապեցիր, ապրես, եղբորը, մյուսն էլ ասում է, իսկ ես դե վատ է պարապում, ամեն անգամ վատ է պարապում։ Ասում եմ, չէ, դե չի հասնի, բայց եթե մարզիչը ասեց, որ գոհ է, ուրեմն ես կլսեմ իրեն, ուրեմն դու նույնիսկ մրցանակ կունենաս, եթե գոհ եղավ, անընդհատ դժգոհություններ եմ լսում մանկապարտեզից, մարզիչից, այսինքն այդ խնդրի հետ բախվում ենք, որովհետև ինքը չի կարողանում միտեղ նստի։ Ինքը պետք է հաց ուտելուց մի քանի գործողություն անի, անպայման, տենց տարբեր գործողություններ, դրա համար դե հա, դժգոհում են, բայց նաև սիրում են, նաև զգում են, որ շատ ինքնատիպ է եւ ունիկալ կերպար է, իրեն հետ կարող են խոսել, ասենք, սովետ միությունից 5 տարեկան երեխայի հետ, չգիտեմ, քննարկեն, ասենք, ինչ որ լուրջ հարցեր, մի խոսքով։ Գոհար, իսկ գիտեք ինչու է դա անհարմար ու ինչու իրեն չեն գովում, որովհետև ինքը ուտելուցին գործողություն անում, որովհետև ինքը նման չի մյուսներին։ Արդյոք սա չի նշանակում, որ մենք ամեն տեղ մանկապարտեզից սկսած, անգամ տանը, երբ մի երեխային գրում խելոք է, երկրորդը ծնվում է, ակնկալում էինք, որ պիտի նույնը լինի։ Դպրոցում, մանկապարտեզում ամեն օր մենք անընդհատ փորձում ենք նմանին դուրս բերել։ Բոլորը պիտի լինեն իրար նման, բայց անհատականությունները դրանով չեն ճնշվում։ Օրինակ թադեից կարող են մանկապարտեզում դժգոհ լինել, որովհետև հարմար չի ուտելու process-ը թադեի հետ։ Մյուսների հետ հարմար է, դե ուրեմն պիտի թադեն հարմարվի մյուսներին ու դառնա մյուսների նման։ Նույնը մեր տանն է կատարվում, այսինքն ես էլ եմ այդ դժգոհողներից մեկը, որովհետև ամեն ինչից, ամեն պլանավորած ժամից հետ են գնում այդ, չգիտեմ, ուտելը անընդհատ հիշեցնում ես, որ անընդհատ պետք է ուտի, այսինքն անընդհատ պիտի վերահսկես, որ ամեն ինչը ճիշտ ժամանակին հասցնես եւ դա ինչ որ լարում է մտցնում։ Իհարկե դա հեշտ չէ, բայց գիտակցում ենք, որ այո, հեշտ չէ, բայց ինքը ինդիվիդուում է եւ իրականում ես էլ գիտակցում եմ, որ խնդիրը իմ մեջ է։ Նրանք տարբեր են եւ պետք է լինեն տարբեր, դա անհատականություն է։ Այո, մենք գործ ունենք լիդերի, անհատականության, ուղղակի ստեղծագործ էության հետ, ստեղծագործ եւ հա, շատ հետաքրքիր մի էության հետ, բայց դա ամենօրյա կենցաղային հարցերում դժվարություններ է առաջացնում եւ քանի որ կա երկու հոգի միաժամանակ եւ դու պահանջ ես դնում երկուսին իրար հետ հավասար, չեմ էլ ուզում նրան արտոնություն տամ,
իսկ նրան ոչ, որովհետև դուրս է գալիս, որ նա իր ակտիվության եւ իր սկզբունքայնության մեթոդով ինքը հասնում է իր ուզածին, իսկ առաջինը մնում է ստվերում։ Սրանք էլ են լուրջ հարցեր, որ հիմա մեզ մոտ օրինակ քննարկվում են, որովհետև համեստ է շատ մեծ տղաս շատ համեստ է եւ այդ իր համեստությունը բախվել է կոնտրաստային լիդերության հետ եւ այստեղ էլ կա խնդիր, որ նա չսովորի, որ ինքը միշտ պետք է լինի երկրորդը։ Նա առաջինն է, նա մեծն է, նա գիտակցում է դա, բայց երբեմն շատ հարցերում նա զիջում է եղբորը։ Գիտեք, խոսում ենք լուրջ հարցեր են։ Լուրջ հարցեր են։ Տեսեք, մի կողմից առաջինը Վանը նա միշտ ավելի գովելի է եւ Թադեն կարող է անverջ իրեն զգալ ճնշված, որտեղ բոլոր սիլավը ասում են, չգիտեմ հայերեն, բոլոր դափնիները գնում են ինչպես միշտ Վանին, ես ինչպես միշտ բավարար չմարզվեցի, ես ինչպես միշտ թափեցի ուտելուց, ես ինչպես իսկ Վանը տեսեք, Վանը միշտ օրինակ է, մյուս կողմից Վանն է զիջողի դերում, որովհետև Թադեն իրենը պահանջում է, Թադեն ձեզ ճկում է իր բնավորության էության ավելի շատ, հա, իրողությունների տակ, դուք ստիպված եք երբեմն զիջել, անել ինչ որ բաներ, որ Վանի դեպքում չէի կանի, Վանն էլ այդ դեպքում է, ինչ որ շատ հետաքրքիր է իրականում։ Այո, շատ դժվար է լինել անverջ օբյեկտիվ, որպես ծնող, անverջ նույնը, որպես ծնող, որտեղ երեխաներն էլ են տարբեր։ Շատ իսկապես այդտեղ դժվարություն կա եւ ասում եմ, այդ ամենօրյա կենցաղային, հա, արթնանալ, հաց ուտել, գնալ դպրոց։ Այստեղ այնքան ցենց անիմաստ բաներ է տեղի ունենում, լարումներ, որ հարցեր կան։ Դրա համար փորձում ես, չգիտեմ, ամեն մեկի հետ մի կերպ լինել։ Հա, կանոնները երկուսի համար նույնն են, այսինքն մեր ընտանիքում, բայց իրենց վերաբերմունքը այդ կանոններին տարբեր է։ Օրինակ, հա, եթե ինչ որ բանը ասվում է, Վանիս համար դա քար օրենք է, իսկ Թադեն դա դեռ կքննարկի, դա դեռ կգա կհարցնի, աչից, ձախից, այո, այսինքն տեսեք, օրինակ մեր ընտանիքում թխստությունների, հա, շարքից ինչքան որ կկարողանանք պահել ձգել, մերոնք գազավորված այդ քաղցր ըմպելիքների համը չեն տեսել միջև հիմա, իսկապես համը չեն տեսել, եւ Թադեն անընդհատ հարցեր է իր մոտ առաջանում, մեր ընկերներից, մեր եղբայրները ոնց են, իրենք խմում են, ես ասում եմ, դե իրենք խմում են, իրենց ծնողները գուցե իրենց չեն բացատրել, որ դա կարող է իրենց վրա վատ ազդեցություն թողնել։ Ես իրենց ինչ որ վիդեոներ եմ ցույց տալիս, ինչ որ բաներ եմ ցույց տալիս, իրենք տեսնում են, տպավորվում են, հա, նույնն էլ այդ ժելե կոնֆետները եւ այլն, սարսափելի թե ինչերից են սարքում ու ինչեր են իրանք ընդհանրապես ու ոնց են այդ երեխեքը, մերոնք ընդհանրապես դա էլ է մտնում բանի մեջ, այդ կարմիր գոտու մեջ, արկելքների մեջ, մի քիչ նաեւ չիպսերը 1000-ից 1, չգիտեմ, դա պետք է լինի շատ, չգիտեմ, ինչ որ մի հատ իմ ներկայությամբ, որ ինչ որ մի հատ փոքր ուղղակի ես փորձում եմ, ինչքան մեկը գիտեմ, մեկը փորձելու են, մեկը հա, մեկը դա ինչ որ չափ, ինչ որ մի պահից դա անվերահսկել է դառնալու, բայց քանի դեռ իրենք վերահսկողության տակ են, քանի դեռ ես կարող եմ պահպանել նրանց առողջությունը, ինչ որ չափով, դա անում եմ, այո, գնում ենք ինչ որ հավաքի, ծնունդի միջոցառման սեղաններին դրած, բոլորը խմում են, մեր երեխաները այսպես ոչ դժվար է փոքրի համար հատկապես, որովհետև հարցերը ծագում ինքն էլ է ուզում փորձելու այդ ինքս մեծը քար օրենք, նույնիսկ կբացատրի լեկցիաներ կկարդա, այդտեղ բոլորին կհեղափոխի, թե ինչքան սխալ են իրենք անում դա, բայց փոքրին պետք է անդադ վերահսկել, հիշեցնել։ Գիտեք չէ որ հələ կփոխվեն շատ։ Ասում են։ Օրինակ կարող է գալ մի օր, որ Վանը հանկարծ դա լինում է մոտավորապես 10-12 տարեկանում նախապես զուշացնեմ, հասկանամ, որ ամեն ինչ չի, որ մամայի, պապայի վերահսկողության ներքո է։
Եվ ես կարող եմ թաքուն առանց իրենց գիտության խմել այդ կոլան, այդտեղ գալիս է վտանգը, որ հանկարծ այդ արգելված պտուղի ետևից ընկնելը այնքան քաղցր չլինի, որ հետո մի ուրիշ ծայրահեղության մեջ ընկնենք, որովհետև իմ հյուրերից մեկն էր պատմում, ասում է մի երեխային, որ լրիվ արգելել են գազավորված քաղցր ըմպելիքները, մեծացել է եւ մեծ տարիքում ուղակի այն որ դրանց ապրել չի կարող։ Իսկ մյուսին, որին թույլ տված է եղել երբեմն փորձել, նա այդպես էլ հետաքրություն չի ձևավորել։ Փորձել է, ընթացքում էլ փորձում է, բայց առանձնապես առանց հետաքրության։ Բայց այո, դա կարող է փոխվել ու ուզում եի, գիտեք ինչից խոսենք, ընդհանրապես այն որ մանկությունը կարևոր է մարդու կերտման, իր ապագա եսի ձևավորման, ամբողջ կյանքի համար, դա մենք չի որ պետք է ասենք, դա գիտությունը վաղուց ամեն ինչ ասել է ու ապացուցել է, որ շատ կարևոր է, բայց եւ այնպես ինչու է մանկությունն այդքան կարևոր դառնում եւ ըստ ձեզ ինչու հենց մանկության տարիներին ինչ որ իրադարձություններ ծնողների հանդեպ վերաբերմունք, ծնողների վերաբերմունքը երեխայի հանդեպ ամբողջ կյանքում մենք տանում ենք։ Կարող է դուք եք դա ձեր վրա զգացել, այսինքն դուք զգացել եք, որ ձեր մանկությունից ձեզ հետ մինչև հիմա բերում եք, այս ինչ մի համոզմունք է, ինչ մի սովորույթ է եւ այլն։ Կա այդպիսի բան։ Թե միևնույն է կյանքը ամեն ինչ կշտկի, տեղը կդնի, պետք չի այդքան ֆիքսվել, որ բոլոր խնդիրների արմատները մանկության մեջ են։ Ինձ թվում է շատ խնդիրներ են հենց մանկության մեջ, միանշանակ։ Այսինքն մանկապատանեկան հարթակներում ինչ ես դու տեսել, ինչպես ես դու զգում, ինչ վախեր են առաջանում, ինչպես ես առհասարակ վերաբերվում, ինչպես են ծնողներդ վերաբերվում, շատ կարևոր են այդ ամեն ինչը եւ դրանք են հենց ձևավորվում։ Ինձ թվում է ամբողջ կյանքի ընթացքում հենց դրանք են ձևավորվում։ Իհարկե, երբ որ արդեն մարդը մի քիչ գիտակցում է եւ կարողանում է հետհայաց նայել ու հասկանալ դրանք, այդպես կաշխատի իր վրա եւ կփորձի, բայց ամեն մարդ չէ որ կնայի հետ կհասկանա, ուղղակի այդպես ենթագիտակցորեն, այդպես վարվելով կգնա։ Շատ կարևոր են այդ ամեն ինչը, բայց դա էլ ահավոր մեծ ջանքեր է պահանջում, որովհետև մենք էլ դրա մասին մոռանում ենք։ Առօրյա կյանքում ամեն անգամ չի որ մենք հիշում ենք, որ մենք քայլող օրինակ ենք իրենց համար, հա, հենց այս պահին, հա, այսինքն հենց այս վարքյանին նույն ասենք ծնողների հարաբերությունները ինչ են նրանք տեսնում, հա, տեսնում են հայրիկին, մայրիկին, ինչ տարբեր սիտուացիաներում իրենց մեջ դա ձևավորվում է։ Մայրը ես իրենց համար ասենք դառնում եմ կնոջ ինչ որ մի տիպ, հա, որին իրենք կամ կսիրեն, կամ ընդհակառակը հակառակ ազդեցությունը կունենա, չգիտես, այսինքն այնքան կարևոր են այդ ամեն ինչը, շատ կարևոր են, ուղղակի մենք էլ անընդհատ դա է իմ օրինակ խնդիրը, որ անընդհատ ուղղակի պետք է հիշել դրա մասին, որ այս պահին մենք իսկապես քայլող օրինակ ենք։ Երբեմն մենք մոռանում ենք, չէ՞, ասենց ընկնում ենք մեր հոգսերով, մեր ամենչով առօրյավ եւ մոռանում ենք, որ հենց այս պահին մենք օրինակ ենք ու իրենք մեր վրա են հենվելու, անընդհատ այդ ֆիլտրման ինքնավերլուծության պահն է, որ պետք է անընդհատ փորձենք հիշենք։ Բարդ է, բայց այո, անխուսափելի։ Հատկապես մենք մոռանում ենք դա, երբ կա ստրեսային իրավիճակ, որովհետև այդ բանը մենք հուզական ենք, այդ բանը օրինակ ունենք արագ կայացնելու որոշումներ ու ոնց որ իրանց հերթը չենք էլ հիշում երեխաները, որ այդ պահին նույն սենյակում են, մեր զրույցներն են լսում, մեր էմոցիաներն են քաղում, տեսնում, հա, ասենց ֆիլտրում, անգամ եթե ոչինչ չենք ուզում ասել, այդ առումով բարդ է։ Մի հարց է ուզում տալ, հիմա հիշեցի։ Ինչպես եք վանին պատրաստել Թադեի ծննդին։ Սա էլի գալով են առաջնեկների թեմայի, հիմնական խնդիրը լինում է, երբ առաջնեկը հանկարծ գիտակցում է, որ ինքը աշխարհի կենտրոնը չի, կան այլ կենտրոններ, որոնք ուր վրա եկան կամ արդեն եկել են, եւ ամենածանրը նույն մանկական խանդի կամ ուղակի իրեն ընկալելու ընտանիքում իր դիրքը ամրապնդելու կամ ընկալելու առումով լինում է հենց երկրորդ երեխայի ծննդից։ Երբ ունեք երկունեք, հիմա երբ Թադեն են եւ Վանը, հաստատ անուշիկի ծնվելուց իրենք այդքան չեն ստրես ապրել, թեև դուք կասեք ո՞ւց այդպես չի, ինչքան հենց առաջիններն են ապրում, երբ երկրորդ երեխան է գալիս, եղել է նման բան։ Մեզ մոտ թեթև է անցել այդ պահը առաջին դեպքում, որովհետև էլի եմ ասում, ինքը շատ հասկացող բալիկ է եւ մենք լավ աշխատել ենք իր հետ։ Պատրաստել ենք, ինքը սպասում էր դրան անհամբեր, նվերներ ենք պատրաստել, որ իրեն պետք է նվերներ տայինք, մաքսիմալ ուշադրություն այդ օրը, որ ինքը հասկանա, որ
եղբայրը նվեր է, բայց լիքը այլ նվերներ կան իրան այդ օրվա համար եւ այդ եղբայրն է այդ նվերները հոգացել եւ այլն։ Չգիտեմ ինչքան հայտնի մեթոդներ կար։ Կիրառել եք, այսինքն պատրաստել եք, չեք մոռացել դրա մասին։ Չէ, շատ ուժեղ պատրաստել ենք, ինքն էլ սպասում էր անհամբեր դրան եւ ինքն էլ շատ մեղմ, սիրուն, քնքուշ կերպ է մոտենում եւ երբ փոքր ժամանակ իր եղբորը ի տարբերություն հիմա եւ իր քույրիկին այո շատ քնքշորեն է վերաբերվում ինձ թվում է այս մեր երեակի մեջ ամենաշատ այդ առումով տուժողը իհարկե Թադեն է որովհետև նա ծնվել է եւ նա երկրորդն է իսկ իր բնավորության համար դա ծանր փաստ է ահա ծնվեց ու մի վարքյան ես այստեղ ասեմ երկրորդն է նա ու մի բան էլ հերիք չի հիմա էլ երրորդը կա կա այսինքն մեկը կա էլի որ ավելի ուշադրություն է պահանջում աղջիկ է ավելի փոքր բնականաբար մայրիկի ուշադրությունը առաջնահերթ գնում է նրան բոլորը վայ մեկ էլ տեսնում ես որ այնտեղից մի հատ բարձր համերգ է ինքը կազմակերպել որ մենք իրեն լսենք որովհետև ուշադրության խնդիր կա իսկ մե ամեն դեպքում տուժածը Թադեն է բայց քանի որ նա տուժող կերպար չէ այսինքն նա ապահով է իր համար ինքը իր հարցերը կլուծում է միշտ ինքը հնարներ է գտնում եւ փորձում է մեզ էլ ապացուցել լսեցնել որ ես էլ եմ այստեղ ինքը ամեն անգամ իր ուզածին ամեն գնով փորձում է հասնել լինի դա լաց լինի դա դիվանագիտություն շատ ուժեղ ապրի ինքը գիտեք դրա համար ինձ ոգևորվեցի ապա ես էլ հանգիստ եմ իր համար հիմա մենք իր հետ կապված շատ հարցերում հանգիստ ենք բայց նաև անհանգիստ ենք որովհետև նա շատ արկածախնդիր է դրա հետ մեկտեղ Վանն էլ մենք հանգիստ ենք այնքանով որ գիտենք որ նա ավելի քիչ կսխալվի զուտ ինքը որովհետև գիտակից է ամեն ինչ հասկանում է եւ այսպես ուշադիր կլինի բայց նաեւ մտածում ենք որ դրա հետ մեկտեղ կա միամտություն որ պարզություն որ գուցե այդ հարցերում մի քիչ եւ ինքը շատ հանգիստ երեխա է շատ հանգիստ դրա համար մենք ուզում ենք մի քիչ մարտական սամբոյով մի քիչ սովորում իրարից մի քիչ անհանգստացնենք ամեն դեպքում այսինքն օրինակ Վանը չի սովորում Թադեից այդ դիվանագիտությունը իսկ Թադեն էլ Վանից այդ հանգստության ու չափված զեվացության եթե կուզեք այդ կարևորությունը թե տենց հակառակ չեմ նկատել որ սովորեն իրանք շատ ոնց տարբեր կային այդպես տարբեր մնացել են չէ չեմ կարծում ուղղակի մենք կարող է հուշենք իրանց ասենք այդպես եղբայրդ այսպես արեց իր ուզածը ստացավ ինչի դու էլ այդպես չես անում փորձես ինչ որ sense այսինքն կարող է ինչ որ օրինակներով համեմատենք եւ նա հասկանա որ այո այնպես գործը առաջ ավելի լավ է գնում բայց չէ տարբեր են ու դժվարությունը հենց դրա մեջ է որ դու երկու տարբեր աշխարհների հիմա չգիտենք երրորդը որ աշխարհից է դեռ չգիտենք մի քիչ նմանվում է Վանին դեռ հանգիստ այսինքն շատ հանգիստ է ինքը այդ խաղաղ է դրա համար դժվարությունը հենց դրա մեջ է կանում որ դու չգիտես լինես խաղաղ երեխայի խաղաղ ծնող թե լինես ակտիվ լիդեր այսպես արկածախնդիր աշխուժ երեխայի նույնքան աշխուժ ակտիվ ծնող այդտեղ մի քիչ բարդությունները դրա մեջ են Այո, հարցերի հարցն է լինել նույն ծնողը բոլոր երեխաների հետ, թե ամեն երեխայի հետ ճկվել ու իրեն հարմարվել կամ հակառակ իրեն փորձել իր դրական կողմերը վեր հանել, բացասականները մի քիչ ավելի մաքսիմալ դրա համար բրավո լավ մանկավարժներին, որոնք 30 հոգու հետ լեզու գտնել։ Մանկավարժները ինձ համար բաժանում են երկու մասի մարդիկ, ով ուղղակի մասնագիտություն են ձեռք բերել, դարձել են մանկավարժ, եւ մարդիկ, ովքեր ծնվել են մանկավարժ, այնքան տարբերվում են, բոլորս դասանում ունեինք սիրած ուսուցիչներ ու իրենց սիրում էինք ոչ թե որովհետեւ իրենք անverջ խիստ էին Խիստին երբեք չեն սիրում այդպես։ Սիրում էին, որովհետև իրենք մեզ հետ լեզու գտնել գիտեին։ Կարողանում էին այդ 30 հոգու հետ, չգիտեմ ինչ հրաշքով 40-45 րոպեում լեզու գտնել այնպես, որ խանգարողը չխանգարի, դաս պատասխանողը պատասխանի, ճնշվածը չճնշվի անverջ եւ ակտիվը անverջ ամեն բան չփչացնի, հետաքրքիր է, այո։ Վերջերս պանելային քննարկման էինք միասին։ Մի շատ կարևոր բան ասացիք, այդպես դաջվել է ուղեղիս մեջ, թեև սրահից եկավ արձագանք, որ ոչ բոլորը կարող են դա ցավոք սրտի, բայց ասացիք մենք չենք կարող մեզ ճոխություն թույլ տալ մեկ երեխա ունենալ։ Մենք չենք կարող մեզ ճոխություն թույլ տալ չունենալ երեխաներ, կամ ունենալ երբ ուզում ենք, ինչ ուզում ենք, որ կա շատ քիչ ժամանակ։
մի քիչ բացեք այս թեման, որտեղ այնտեղ դրա հնարավորությունը չեղավ, հիմա ունենք։ Ես շատ եմ մտածում այս հարցի շուրջ եւ վերջին ցավալի իրադարձություններն էլ պատերազմը կարծում եմ դաջեց դա այդ հարցերը իմ մեջ վերջնական որ այո մենք որպես փոքր ազգ շատ լուրջ խնդիր ունենք դեմոգրաֆիկ այսպես շատ լուրջ խնդիր կա եւ մի քանի տասնյակ տարի հետո մենք ուղղակի որպես ազգ կարող է արդեն ծերացող ազգ ենք մենք այո ծերացող ազգ ենք եւ ցածր է կոեֆիցիենտը եւ դրա համար շատ լուրջ քայլեր պետք է անեն շատ լուրջ այսինքն դա մեր պետք է լինի հիմա գերխնդիրը դա պետք է դրվի այդ հարցը որպես առաջնահերթություն եւ ամեն ինչ բխի այդ հարցից ոնց անենք որ շատ երեխաներ ծնվեն իսկ ոնց անենք երբ շատ տղաներ զոհվեցին եւ ոնց անենք որ նման պարագայում շատ երեխաներ ծնվեն այսինքն հարցեր կան որոնք պետք է քննարկվեն շատ լուրջ մակարդակով եւ աղջիկներ կան կանայք կան որոնք ցավոք սրտի տղամարդկանց պակաս կա եւ չեն գտնում իրենց կողակից հարմար շատ բաներ են վերցրել իրենց ուսերին արդեն դարձել են տղամարդ կարծես դա տղամարդկային եւ այդտեղ էլ է շատ դժվար կողակից գտնելը երբ որ դու արդեն ամեն ինչ անում ես եւ ամեն ինչ ունես ամեն ինչ կարող ես տղամարդն էլ ամեն տղամարդ չի արդեն չի կարող նման կնոջ հետ այսինքն շատ այսպես տարբեր դժվար հարցեր կան որ պետք է անընդհատ այդ քննարկումները լինեն անընդհատ մենք հասկանանք ի վերջո որն է մեր խնդիրները եկեղեցին շատ լուրջ խնդիր ունի այստեղ լուծելու հա այս հարցն էլ եկեղեցին պետք է իր մասով քննարկի եւ իսկ մենք բոլոր ատյանները պետք է այս հարցը ծնելիության կոեֆիցիենտը 1.2 է մենք կարող է հանկարծ ուրիշ առաջնահերթություն ունենանք այստեղ անձնական հարցը գիտեք որն է հարցը նա է որ երբ որ հա ինչ որ քայլեր փոքր անում են օրինակ հա երկրորդ երեխայի ծնունդից հետո կամ երրորդ ինչ որ գումարներ նպաստներ են ավելացնում եւ այլն լավ դա պետք է լիներ դա պարտադիր օքեյ բայց ամբողջ ծանրությունը չպետք է ընկնի մեր ուսերին հա արդեն ընտանիք կազմած եւ այսինքն ամբողջ ծանրությունը ընկնում է էլի կայացած ինչ որ ընտանիքների ուսերին հարցը գնում է զուտ մարդկանց մասին ովքեր դեռ չեն կազմել ընտանիք այսինքն հազարավոր են այն կանայք հազարավոր են այն աղջիկներ որոնք ուզում են մայրանալ բայց այդ հնարավորությունները չկան այստեղ բժշկությունը կարող է օգնության գալ այդ ուղղակի այդ ամոթը պետք է փորձել ինչ որ ձևով այդ եկեղեցին պետք է փորձի նաև եզրեր գտնել դրա հետ չարկելի ամբողջապես այսինքն ինչ որ փորձի տեսնել ինչ է կատարվում որն է չէ որ միշտ եկեղեցին եղել է ազգի կողքին հա ազգապահական գործողություն է կատարել ժամանակին չլիներ այո եւ այսօր հարցեր կան շատ հարցեր կան որ մենք պետք է հստակ մեր եկեղեցու կողմնորոշումը լսենք այս թեմաներով հա խոսքը միայնակ մայրության մասին է խոսքը տարբեր նմանատիպ հարցեր կան շարքով բայց դրանք չպետք է լինեն լղոզված եւ դրանք չպետք է լինեն խուսափողական պետք է լինեն շատ բաց քննարկումներ եւ պետք է հասկանալ ինչն է առաջնային մեր ազգի համար եւ որոշումներ կայացվեն պետք է պետությունը եկեղեցու հետ աշխատի ու մարդիկ շատ հանգիստ կարողանան այս հարցերը լուծեն որովհետեւ մենք շատ ծայրահեղ վիճակում ենք ոչ մեկը չի խոսում դրա ոչ մասին մեկ դա ընդհանրապես լավ ահավոր ծայրահեղ վիճակում ենք երբ որ միջավայրը այս մթնոլորտես շրջակա միջավայրը ահավոր վիճակ ինչ ենք շնչում ինչ դրանք էլ են սարսափելի հարցեր բայց նույնքան ավելի վատ սարսափելի հարց է մեր ազգի վաղվա ասենք շարունակությունը ում հետ են ամուսնանալու մեր երեխաները ասենք ինչ է լինելու մտածում ենք իսկ եթե մի հատ պատերազմ լինի մի հատ սերունդ այնպես չի որ ես հիշում եմ որ գիտեք այն 80-ական 60-ականներին թեև երկրորդ համաշխարհից հետո շատ էր այդ հարցը լուրջ դրված են որ մաքսիմում ծնելիություն եւ այլն բայց այդ թվում նաեւ Հայաստանում բայց չեմ կարծում թե սա նորություն է ուղղակի հիմա ունենք մի իրավիճակ այս վերջին 30 տարում որտեղ արտագաղթը պատերազմները եւ առաջին Արցախյանը եւ երկրորդ Արցախյանը հասցրել են մի իրավիճակի որ
կասկած անգամ չկա, որ դա պիտի դառնա առաջնահերթություն։ Ինչ որ մնար, ես կբացեի դեմոգրաֆիայի նախարարություն, որը 24/7 կմտածեր ոնց մարդկանց դարձնել ավելի երջանիկ, հանգիստ, խաղաղ, ինչ նպաստներ տալ, ոնց ապահովել, ախր միայն նպաստները չի շեղվում են, բայց տեսեք, այսօր դրել են նպաստ, երկրորդ երեխայի, երրորդ երեխայի, արդյունքում գիտեք, չէ՞ ինչ է, ուղղակի մարզերում աղքատ ընտանիքներ, ովքեր ապրուստի միջոց չունեն, բերում են 8 երեխա, որպեսզի ամեն մեկից հետո նպաստան։ Կարճաժամկետ խնդրի լուծում։ Ճիշտը եթե կուզեք, ազգը գոյատևում է գյուղերում աղքատ ընտանիքների բազմազավակ լինելու հաշվին։ Դա է իրականություն։ Կընդունեք, չեք ընդունի, կհամաձայնվեք, չեք համաձայնվի, դուք մեզ լսողները չգիտեմ, բայց պատկերն ինձ համար վաղուց ակնհայտ է։ Մենք գոյատևում ենք որպես ազգ եւ մեր զինվորները կանգնած են հենց այդ գյուղի երեխեքը։ Հա, այսինքն քաղաքից ցիվիլ մարդիկ, ովքեր ունեն 1 կամ 2 երեխա, բնական մաթեմատիկական հաշվարկ է, չի կարող իրենք չեն կարող բավարարել ու արդյունքում այդ 8 երեխա ունեցածները, ովքեր որ ունեցել են, որպեսզի այդ նպաստները ստանան, նաև զինվոր են մեզ համար ծնել, իրենք են ապահովում այսօր, հա, դա, բայց դա չեն անում գիտակցված Գոհար ջան։ Այդ ինչ ես եմ լսում ձեզ մոտից, որ դա պիտի լինի գիտակցված ընտրություն, դա պիտի լինի գիտակցված որոշում, դա այդտեղ պիտի լինի պետական աջակցություն, բայց երբ ես որպես գիտակցված ծնող առանց նպաստների կարիքն ունենալու, որովհետև դրա կարիքը դիցուկ չունեմ։ Այս պահին ու կարող եմ հանգիստ շատ երեխա ունենալ։ Մեր պետությունը հարմարեցված չի բազմազավակ ընտանիքների համար։ Ոչ աշխատանքային ժամերն են սկսում ու ավարտվում են ժամերին, երբ որ երեխաները դպրոցից տուն են գալիս, մանկապարտեզից պետք է վերցնել փոքր երեխան, չի կարող մինչև 6-7 մնալ մանկապարտեզում։ Ոչ առանձնապես այդ ոչ մեր հաշվին, հա, վճարովի արձակուրդները, հա, կանանց երեխա ունենալուց ֆիզ արձակուրդ են դրանց սովորաբար ասում, հայրեր ընդհանրապես հիմա մի շաբաթ են ընդհանրապես տալիս նորություն է, շնորհակալություն, այն էլ գործատուների հաշվինից իդեպ իմանալա, պետությունը չի հոգում այդ 1 շաբաթվա վճարը, գործատուին են պարտադրել, որ հայրն իրավունք ունի 1 շաբաթ չգալու աշխատանքի, եթե երեխա ունեցել, բայց դու պիտի վճարես դրա համար։ Ամբողջ համակարգը պիտի շնչի ու արտաշնչի պետական ըստ նրա, թե ոնց անենք, որ մայրերը շատ երեխա ունենան, գումարի կարիք, երեխային թողնեն, նույն դայակների ինստիտուտը այդպես էլ չկայացավ, երկար ժամանակ աշխատում էին այդ ուղղությամբ, գիտեմ, կրթության նախարարությունում վստահ չեմ, որ ինչ որ մի բանի հասանք, հա, այսինքն կծվել արտասահմանում տատիկներին գումար են տալիս, որ տատիկները պահեն երեխաներին դայակի փոխարեն, որովհետև հասկանում են, որ տատիկն ավելի լավ կպահի, համ էլ հենե կողքի շենքում է կամ նույն տան մեջ է, որ են դայակնել մեկ ուրիշին պահի, որ այդ հարցը լուծեն, որ ծնողները կարողանան աշխատեն, որպեսզի տնտեսությունը չկանգնի։ Երկար խոսեցի, բայց այստեղ միայն նպաստը չի, այստեղ եւ գիտակցության փոփոխություն պիտի գա, եւ համակարգը պիտի ճկվի դրա տակ, եւ նպաստները պիտի լինեն։ Եվ պետք է գիտակցենք, որ այսօր կանայք աղջիկները ավելի շատ են, քան տղամարդիկ, որովհետև տղամարդիկ գնացին եւ մի ստվար զանգված, հա, ուղղակի անհետացավ։ Այսինքն այդ մարդիկ պատկերացնում եք, չէ՞, ինչքան ընտանիքներ պետք է կազմվեին, ինչքան երեխաներ պետք է ծնվեին, այսինքն այդ հարցը ո՞նց է լուծվելու։ Մայրանալու հարցը, հա, միայնակ մայրանալու հարցը, այդ հարցերը այնքան կարևոր են, որ պետք է այսօր շատ քննարկվեն, այսինքն չպետք է դա լինի ինչ-որ մի հատ ամոթալի բան, որ վախենան աղջիկները դրա մասին խոսեն, վախենան, վա ինչպես կարելի է, չպետք է դա այդ ինչպես կարելի է, չպետք է լինի, դրա համար եմ ասում, որ շատ տարբեր ատյաններ պետք է դրան անդրադարձանեն, որովհետև եթե եկեղեցին կանգնի քո կողքին, արդեն դու վստահ կլինես, արդեն հասկանաս, որ դու վատ բան չես անում, դու ամոթալի բան չես անում, դու ազգիդ համար լուրջ բան ես անում։ Այսինքն այդ գիտակցականների վրա պետք է աշխատվի, որ մարդիկ գնան դիմեն այդ քայլերին։ Այո, եւ այդտեղ էլ դեր ասած բժշկություններ կօգնի եւ իհարկե փառքասու որ մենք ունենք ընդհանուր գիտակցություն փոխվի, դրան այլ կերպ կվիրաբերվեն։ Ունենք այդ հնարավորությունները, իսկ ինչու չանեն։ Ճիշտ է, թանկ դրանք բաներ են, բայց եթե պետությունը կարողանում է որոշ հարցերում դրանք հոգալ, ուրեմն մյուս հարցերում էլ պետք է կարողանա։ Դե եթե լինի պետական որոշում, այդ հարցերը կմտնի, այսպես ասած, պետպատվերի շրջանակներում, գոնե ինչ որ մասով, ինչ որ բան։ Այո, մենք մեզ համար դա համար 1 խնդիրը պետք է լինի։ Դժվար է ձեզ հետ չհամաձայնվել։ Մի քիչ կպատմեք ինչի անում թիվ 405 ընկերություն է, այդ առեղծվածային վերնագրով, որը շատերին ինձ մեծ ծանոթ ու հայտնի է, բայց ամեն դեպքում մի քիչ պատմեք եւ դրանով ամփոփենք այսօրվա զրույցը։ Մենք բացեցինք թիվ 405 ընկերությունը, որովհետև անընդհատ ինչ որ նախագծեր էինք իրականացնում եւ անընդհատ ինչ որ մտքեր ունեինք իրականացնելու մշակութային
հարթակներում, ուղղակի պարզապես պետք էր մի ընկերություն, որով կարողանայինք այդ ամենը անել։ Եվ մենք ստեղծեցինք այդ ընկերությունը եւ որքան որ լավ մտքեր ենք ունենում, լինի դա լավ ցուցահանդես, լինի դա լավ գիրք, լինի դա լավ ֆիլմաշար, մենք այդ մեր ընկերությունով անում ենք եւ իր վերնագիրը թիվ 405, այսինքն դա մեր գրերի գյուտի թվականն է, այսինքն մեր էության, մեր ստեղծման, մեր ազգի պահպանության, հա, այսինքն եթե չլիներ այդ թվականը, եթե չլիներ այդ կոմպոնենտը, շատ ավելի այլ կերպ կգնային հարցերը եւ դրա համար այդ միտքը կարեւորելով նաեւ նմանատիպ նախագծեր ենք իրականացնում նախորդ տարին մեզ համար կարևոր էր որ մենք Սասունցի Դավիթ պատկերապատումը թողարկեցինք գիրքը Մինչ այդ էլ Հայկուբելն ենք արել եւ նաեւ հանրային հեռուստաընկերությամբ մի քանի ֆիլմաշար հայրենյան ֆիլմաշարը իմ հեղինակային ծրագիրը արեցինք նաեւ 5 րոպե արվեստը որ 300-ից ավել արվեստագետների նկարեցինք ու այդպես ցուցահանդեսներ եւ այլն այսինքն տենց շատ տարբեր տարաբնույթ բայց կարևոր գործեր ենք իրականացնում ոչ շատ հաճախ բայց կարևորում ենք մի հանգամանք եթե անում ենք մի բան 405-ով այն պետք է մնայուն այսինքն եթե դու 10 տարի հետո էլ այդ գնաս եւ դիտես այդ հաղորդումը կամ ընթերցես այդ գիրքը հա ինքը միևնույն է ինքը աշխատելու ինքը ժամանակավրեպ չէ Շնորհակալ եմ Գոհար ջան անկեղծության խորանալու եւ Ձեր երեխաներին Կիրակի օրով թողնելու այստեղ գալու համար շնորհակալ եմ։ Տատիկներին առողջություն լինի։ Ամեն։ Պապիկներին էլի դեպ։ Այո, տատիկ որ ասում ենք, պապիկը միշտ հետն է։ Այո, այո։